Ողջույն բարեկամներ, ես Նարինեն եմ, իսկ դուք դիտում եք Career Shock Podcast հաղորդաշարը։ Այսօրվա մեր մասնագիտական թեման երաժշտաթերապիան է, Music Therapy, եւ մեր հյուրն է բազմաշնորհ եւ հրաշալի միանձնավորություն Գոհար Մաթևոսյանը։ Շնորհակալ եմ Նարինե ջան, նախ նման գեղեցիկ կերպով ներկայացնելու համար եւ միշտ սիրով պատրաստ եմ խոսել իմ սիրելի մասնագիտության մասին, երաժշտաթերապիայի մասին եւ շնորհավորում եմ նաեւ այս գեղեցիկ նախաձեռնության կապակցությամբ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Գոհար ջան, թեման շատ հետաքրքրեց ինձ, նախ երբ իմացա, որ դու քո մասնագիտությունը երաժշտաթերապիան է, ինքը որպես տերմին երաժշտաթերապիան ինձ ծանոթ տերմին էր, բայց որպես մասնագիտություն դա իսկ ինձ համար կարծես բացահայտում էր, որ կան բուհեր, կան հաստատություններ, որտեղ ավարտում ես, դառնում ես music therapist։ Բայց մինչև դրան անդրադառնալը կուզեի խոսել առհասարակ երաժշտության մասին։ Տարբեր մեծություններ տարբեր կերպով են արտահայտվել երաժշտության մասին, թերևս ամենադիպուկ եւ գեղեցիկ խոսքերը Նիչեի խոսքերն են, որ ասում է առանց երաժշտության կյանքը պարզապես խալմուն կլիներ։ Այ ինչ է քեզ համար երաժշտությունը եւ ինչ դեր է այն զբաղեցնում քո կյանքում։ Ինձ երևի դժվար կլինի տարանջատել երաժշտությունը ինձնից ու ինձ երաժշտությունից ու մայրիկս պատմում է որ դեռ փոքրուց երբ ամենևին խոսքը զարգացած չի եղել բայց ես արդեն երգել եմ 6-7 ամսեկանում արդեն ես մեղեդիներով կամ ինչ որ բլբլացնելով երգել եմ եւ դա էլ հենց երաժշտության հետաքրքիր երևույթ է որ մարդիկ նույնիսկ երբ նոր են ծնվել արդեն իրենց մեջ կա երաժշտությունը եւ դրանով կարողանում են ինքնաարտահայտվել ինձ համար կարող եմ ասել որ երաժշտությունը միշտ եղել է բանալի դեպի իմ հոգին դեպի իմ զգացմունքները ինքնաարտահայտվելու ինքս ինձ ավելի լավ ճանաչելու եւ շատ հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել վերջերս երբ որ արդեն որպես մասնագիտորեն էի վերլուծում ամեն ինչ որ երբ որ ավելի ուրախ եմ այսպես ասած excited եմ ես սիրում եմ երգել երբ որ ավելի թախծոտ եմ կամ ինչ որ ներքին մի խնդիր կա որ ուզում եմ հասկանալ ինքս ինձ օգնել կամանչա եմ նվագում այսինքն երաժշտությունը նաեւ տալիս է ինձ այդ բանալիները ճիշտ էմոցիան ճիշտ ձևով դուրս բերելու եւ ինքս ինձ օգնելու դա արդեն որպես մասնագետ հասկացա ու թեպետ ես ինչպես նշեցիք առաջի մասնագիտությամբ ուրիշ գործունեությամբ եմ զբաղվել բավականին երկար եւ բավականին լուրջ բայց հոգով ինձ միշտ համարել եմ երաժիշտ Երևի թե դա էր հենց պատճառը որ ի վերջո ինձ տարավ այնտեղ որտեղ ես պետք է լինեի եւ իմ կոչմանը բերեց որ ես պետք է լինեմ music therapist Այ հենց դրան էլ ուզում եի անդրադառնայի ինձ թվում է ոչ միայն ինձ, այլ նաև դիտորդներին շատ կհետաքրքրի, որ այդքան երկար տարիներ անցկացնելով թե ուսման վրա, թե արդեն աշխատանքային փորձի մեջ, ֆինանսական ոլորտում, տնտեսագիտական ոլորտում, ինչպես եղավ այդ կտրուկ անցումը դեպի բոլորովին այլ մասնագիտություն, ինչը չէր բավարարում քեզ քո առաջին մասնագիտական գործունեության մեջ, որ որոշում կայացրեցիր, որ պետք է կատարես այդ անցումը դեպի երաժշտական ոլորտ։ Հետաքրքիր հարց է շատ։ Ինչքան էլ ես սիրում եմ մասնագիտությունը եւ լուրջ էի վերաբերում եւ ունեի այդ գերազանցիկության սինդրոմը, հա, որպես կարիերիստ, բայց հոգեպես մի տեսակ այդ թվերի աշխարհը չոր էր եւ ես զուգահեռ միշտ երգել եմ, միշտ ունեցել ենք փոքրիկ խումբ ընկերներով հավաքվել ենք, այդպես ինչ որ կոմիտաս էինք երգում, բայց ժամանակակից մոտեցմամբ, այսինքն միշտ այդ երաժշտությունը ես կողքից պահել եմ, որպեսզի հոգիս ապրի, այն ինչի հետ որ զուգահեռ անում եմ, բայց COVID-ի ժամանակ էր, երբ ինչ որ պահ ստացվեց, որ բոլորս բախտի բերմամբ տանը մնացինք եւ տանից էինք աշխատում, այդպես ազատ ժամանակ ստեղծվեց, ու ես անդադ կարդում էի ուսումնասիրություններ էի անում եւ երաժշտությամբ միշտ հետաքրքրված էի, առիթ եղավ, որ Կոմիտասի Foundation-ի վեբկայքում իր հրատարակած հոդվածները կան եւ իր վերջին հրատարակած հոդվածը բժշկություն երաժշտությամբ Ես շատ պատահական բացեցի էկրանին եւ այսպես հիացած կարդում եմ թե ինչերի մասին է 1914 թվականին արդեն մասնագիտական խոսել Կոմիտասը, որտեղ ինքը ուսումնասիրել է մեր 5-րդ դարի ձեռագրերը, որտեղ խոսվում է որ երաժշտությունը մարդու օրգանիզմում 4 այդ ավիշներն է կարողանում բալանսի բերել եւ Կոմիտասը խոսել է որ ընկճախտին է օգնում երաժշտությունը, որը այսօրվա դեպրեսիան է, որը մեծագույն խնդիր է, հա, որպես mental health problem
դա ինձ առիթ եղավ, որ ոնց որ վառվեց ինչ որ մի բանի մեջ եւ ուղղակի փնտրեցի ինտերնետում music therapy եւ դա ինձ համար մի մեծ շոկ էր, որ կա այդ ձեր ասած մասնագիտություն, համալսարանական կրթություն, փորձարարական գիտություն է ինքը, այսինքն բավականին լրջած մոտ 100-ամյակ արդեն ինքը համարվում է համալսարանական ծրագրով ակադեմիական ուղղություն բժշկության մեջ որպես կլինիկական մասնագիտություն եւ դա ոնց որ իմ մեջ արդեն այսպես մի հատ ցեց գցեց, որ ես պետքա սրանով հետաքրքրվեմ, ուսումնասիրեմ։ Դրան զուգահեռ այդ COVID-ի mental health-ի կրիզիսն էր սկսվել ամբողջ աշխարհում եւ թե Հայաստանում, որ մարդիկ մեկուսացած էին եւ ոնց որ դրան զուգահեռ ես կարդում եի թե ինչ բենեֆիտներ ունի երաշտաթերապիան եւ երաշտությունը ինչպես կարող է օգնել մարդկանց։ Եթե հիշում եք, օրինակ շատ էին ինտերնետում վիդեոներ, որ Իտալիայում բալկոններից բոլորը երգում էին։ Եվ դա օգնում էր մարդկանց որպես ոնց որ coping այդ սիտուացիային։ Հետո շատ հետաքրքիր էր, որ արդեն կարդում էի հոդվածներ, թե ինչպես է առաջացել երաշտաթերապիան, որպես արդեն կլինիկական մասնագիտություն, մի փոքր կուզեմ այս մասին էլ պատմեմ, առաջին եւ հատկապես երկրորդ համաշխարհայինից հետո հենց Միացյալ Նահանգներում, երբ որ զինվորներին ոչ մի կերպ այլևս չեն կարողացել օգնել որպես ցավը ամոքի, չա, թերապիա, հրավիրել են երաժիշտներ եւ խնդրել են որ նվագեն իրենց համար եւ տեսել են որ հրաշքներ է կատարվում մարդ որ կոմատոզի մեջ է արձագանքում է երաշտությանը շարժում է ձեռքը կամ մարդիկ ովքեր անկողնային պարկած են ինչ որ տրամադրության բարելավում են ունենում որը նպաստում է բուժման ընթացքին այդպես սկսել են ուսումնասիրել այսինքն նաեւ այդ ակադեմիական ռեսերչը սկսել է հենց զինվորների հետ կապված իսկ մենք 20 թվականին նաև ունեցանք մեծ պատերազմը, որը նաև մեզ բերեց մեծ թվով վիրավոր զինվորներ, որոնք ունեին արդեն խնդիրներ թե հոգեբանական, թե ֆիզիկական, որը իր հետ զուգակցված բերում է նաև այդ հոգեկան առողջության խնդիրները։ Մի խոսքով այդ բոլորը առիթ եղավ, որ ես հասկացա, որ կյանքը շատ կարճ է, զբաղվելու են գործով, որը քո էության հետ ներդաշնակ չէ եւ ամեն մարդ պետք է իր կոչմանը հետևի եւ առանց վախենալու, առանց մտածելու ես որոշեցի, որ պետք է ամենից սկսել նորից, չէի ասի զրոյից, որտեվ ես միշտ զբաղվել եմ երաժշտությամբ, բայց նորից, որտեվ դու պատրաստես ոնց որ մտնել մի դաշտ, որտեղ բավականին գիտելիքներ են պետք, թե հոգեբանության, թե կլինիկական, թե բժշկական եւ թե խորը երաժշտական։ Եվ այդպես Հայաստանում ցավոք սրտի չունենք դեռ նմանատիպ կրթություն եւ ինձ հետաքրքրեց Գերմանիայում այդ համալսարանի ծրագիրը, որը անգլերենով էր, ինչը ինձ թույլ տվեց անմիջապես կարողանալ ոնց որ հաջորդ տարի գնալ կրթության եւ այդպես սկսեցի զբաղվել արդեն լուրջ մասնագիտական որպես երաշտաթերապիա։ Ինչ է գիտականորեն երաշտաթերապիան։ Թեպետ խոսքի ինքնին արդեն բացատրում է թերապիա երաժշտության միջոցով, բայց կուզեի մի փոքր քո սովորածից եւ փորձառությունից։ Շատ լավ հարց է, որտեվ ինձ հաճախ են այդ հարցը տալիս, դու ինչ ես անում, ո՞նց ես օգնում մարդկանց, հա, երգում ես, բուժվում են կամ ինչ-որ երաժշտություն ես միացնում, ասում եմ ոչ։ Դա բավականին խորը գիտական մասնագիտություն է եւ կլինիկական եւ համալսարանում միջև համալսարան ես շատ ռոմանտիկ էի պատկերացնում իմ մասնագիտությունը այնտեղ հասկացա որ բավականին ստադիկ է սրա հիմքում եւ ուղղություններ ունի օրինակ նյարդաբանական music therapy-ն որը ավելի ուսումնասիրում է ուղեղի աշխատանքը նյարդաբանական ֆունկցիաները թե ինչպես կարող է երաժշտությունը ազդել մեր ուղեղի վրա դա մի ամբողջ ուղղություն էր եւ դա կարելի ասել իմ passion է որտեվ շատ սիրում եմ որ դու կարողանում ես այն ինչով օգնում ես մարդկանց բացատրել գիտական հենքով, դրա մասին դեռ կխոսենք։ Շատ մեծ բաժին է mental health-ը, որը էլի երաժշտությունը, այսինքն նույն ասում են talk therapy-ները չեն կարողանում մարդուն այնպես ոնց որ առաջին երկրորդ հանդիպումից այնպես բացել, ինչպես երաժշտաթերապիան, որտեղ մարդը երաժշտությունով կիսվելով, ինքնաարտահայտվելով նախ միանգամից այդ trust-ը առաջանում թերապիստի հետ, եւ երկրորդը մարդը կարողանում է արտահայտվել ոչ վերբալ միջոցներով, իսկ շատ հաճախ մեր խնդիրների մասին շատ դժվար է մեզ պատմել բառերով։ Բայց երբ որ դու ստեղծում ես այդ դաշտը, որ մարդը կարողանա երաժշտությամբ ինքնաարտահայտվել, հա, իմպրովիզացիա կլինի կամ songwriting կլինի, դրանով ոնց որ մի քայլ առաջ է երաժշտաթերապիան, ես դա վստահ կարող եմ ասել։ Հետո սովորեցինք ինչպես անել անալիզ, որովհետև ամեն երաժշտություն չէ, որ ամեն մարդու կարող է օգնել։ Դու պետք է մարդուն կարողանաս ճանաչել նրա ճաշակը, մշակութային բեքգրաունդը,
պետք է այդ երաժշտությունը իր համար իմաստ ունենա, այսինքն իր հոգուն հարիր լինի, որպեսզի դու կարողանաս դրա հետ աշխատել, հասկանաս ինչ առաջարկես մարդուն, որ դու նաև ստանաս այն ինչ որ արդյունք ես ուզում։ Հիմնականում դա էր, որ համալսարանը մեզ սովորեցրեց եւ նաև Գերմանիայում շատ խորքային եւ փիլիսոփայական են մոտենում կրթությանը առհասարակ։ Այդ առումով էլ կարող եմ ասել, որ բոլոր այդ ֆենոմենոլոգիական մոտեցումները երաժշտությանը, երևույթներին, մարդու էմոցիային ինչքան կարևորություն է տալիս, դա սովորեցինք համալսարանում եւ շատ հետաքրքիր էր տեսնել, որ օրինակ իմ առաջին մասնագիտության մեջ լիքը բաներ է սովորում, որը իրական կյանքում չես տեսնում, բայց ես շատ սիրեցի այս մասնագիտությունը, որ ինքը շատ պրակտիկ է, շատ կիրառական է եւ դու իսկապես կարողանում ես ամեն անգամ զարմանալ եւ բացահայտել ինքդ քեզ համար քո մասնագիտությունը, որ իսկապես սա օգնեց, իսկապես երաժշտությունը իր գործը անում է։ Դու ընդհանրապես ոնց որ միջոց ես եւ ստեղծում ես միջավայր։ Այո։ Հենց դա է երաժշտության այդ թերապևտիկ գործոնը։ Այո, ես կուզեի իմանալ կոնկրետ ուղեղի վրա ինչ ազդեցություն է թողում երաժշտությունը եւ կապ ունի արդյոք ինչ տեսակի երաժշտություն, ինչ ժանրի, թե ինչպես նշեցիր, դա մարդու նախասիրությունից պետք է լինի։ Առաջին հարցից կամ ինչպես ասացի նյարդաբանական մյուզիկ թերապին է զբաղվում այդ ուղեղի եւ նյարդաբանական ֆունկցիաներով եւ երաժշտությունը այն բացառիկ եւ շատ քիչ երևույթներից է բնության մեջ, որ ազդում է ուղեղի երկու կիսագնդերի վրա միաժամանակ եւ ակտիվացնում է մի քանի կենտրոններ միաժամանակ։ Օրինակ, եթե մենք խոսքը գիտենք, սովորաբար ձախ կիսագնդում է ուղեղի եւ եթե ձախ կողմը, ասենք, սթրոքի պատճառով վնասվում է, խոսքը վնասվում է։ Բայց երաժշտության դեպքում ակտիվանում է էմոցիոնալ կենտրոնը, հիշողությունը, ուշադրություն կենտրոնացումը, տեսողական եւ auditory կենտրոնները ուղեղի, այսինքն մի քանի կենտրոններում նեյրոնները սկսում են վառվել եւ երաժշտությունը կոչվում է նյարդաբանության մեջ neuroplasticity։ Երաժշտությունը այդ նպաստում է neuroplasticity-ին, որը նյարդային բջիջների նոր pattern-ներ սարքելու, նոր կապեր ձևավորելու ֆունկցիան է, որը երաժշտության միջոցով կարողանում է, ասենք, կորցրած խոսքը ուրիշ փաթվեիներով վերականգնվել։ Եվ տարբեր խնդիրների դեպքում ոնց որ կարող ենք տարբեր ստիմուլայ հաղորդել ուղեղին, ենթադրենք, եթե Parkinson's disease ունի եւ շարժողական ֆունկցիան է խանգարվել։ Օրինակ, գիտենք, մարդը ունի Parkinson եւ քայլվածքը տեսնում ենք, որ խեղված է, վնասված է, բայց երբ որ երաժշտություն ես միացնում, մարդը ռիթմի վրա ապարում է։ Այ ինչով է դա բացատրվում, որտեվ ռիթմը տալիս է այդ ստիմուլները ուղեղին եւ արդեն ուղեղը կարողանում է ոնց որ այդ շարժողական ֆունկցիան սինխրոնիզացնել, բալանս կոորդինացիան բարելավել, կամ խոսքը։ Տեսեք, ռիթմը շատ մեծ թերապևտիկ կոմպոնենտ է երաժշտաթերապիայի մեջ։ Իրականում, եթե վերլուծենք, բնությունը ամեն ինչ ռիթմ է։ Մեր խոսքը, մեր շունչը, մեր սրտի աշխատանքը, մեր արյան շրջանառությունը, ամեն բան ռիթմ է։ Ու երբ որ այդ ռիթմը ինչ որ միտեղ խախտվում է, կլինի դա խոսքը, կլինի դա քայլվածքը, այդ ռիթմն է պակասում մարդկանց։ Երաժշտաթերապիան ունի այդ գործիքը, որ կարողանում է ռիթմի միջոցով entrainment է կոչվում, այսինքն մարդը երաժշտության ռիթմի հետ սինխրոնիզացվելով կարողանում է ոնց որ վերականգնել այդ ռիթմը։ Բացի դա, երաժշտության համար պետք է, ասենք, օրինակ պիանո նվագելը, հա, օրինակ բերենք, visual ստիմուլայը ակտիվանում է, որտեղ դու պետք է կարդաս, auditory-ն ակտիվանում է, որտեղ դու լսում ես, եւ դա անկախ քեզնից, հա, եթե օրինակ ուրիշ ստիմուլայները մարդը կարող է ոնց որ փակել աչքերը, սա ականջի միջոցով միանգամից գնում է ուղեղին, այսինքն այդ ստիմուլայը անկախ քո կամքից է տեղի ունենում։ Պետք է ուշադրություն կենտրոնացում, որը էլի ուղեղի տարբեր կենտրոններ, էմոցիոնալ հիշողությունը, մեր լիմբիկ սիստեմն է ակտիվանում, որտեղ հենց մեր էմոցիաներն են պահվում, հա, կարելի ասել։ Շատ մասնագիտական տերմիններով չբացատրեմ, բայց երաժշտությունը հրաշալի ազդեցություն ունի եւ մեր ուղեղն էլ շատ երաժշտական է։ Դա էլ շատ հետաքրքիր է, որ մենք անկախ մեր կամքից, երբ որ լսում ենք երաժշտություն ու սկսում ենք ոտքը ռիթմի հետ թափ տալ, արդեն սինխրոնիզացիա է եւ դա արդեն ուղեղի վրա ուղեղը սկսում են վառվել նեյրոնները։ Այդպիսի փորձեր են արել, երբ նկարում են ուղեղի աշխատանքը եւ այն լույսեր են հրավառությունը, որ տեղի է ունենում, երբ որ երաժշտությունը միացված ուղեղում եւ առանց երաժշտության, ասենք, շատ ավելի շատ են նեյրոնների աշխատանքը եւ էներգիան։ Այո։ Գոհար ջան, մի փոքր կուզեի խոսենք քո ներկայիս գործունեության մասին։
դու աշխատում ես աուտիզմի սպեկտրումով անձանց հետ, եթե կարելի է մի քիչ ծանոթացնես մեզ ինչ տարիքային խմբի հետ ես աշխատում, ինչպես են յուրաքանչյուր տարիքային խումբը արձագանքում երաժշտաթերապիային եւ ինչ հետաքրքիր պատմություններ կան կապված հենց ներկայիս գործունեության հետ կապված։ Այո, ներկա պահին աշխատում եմ հիմնականում երեխաների հետ, հատուկ կարիքներով, կան նաև մեծահասակներ, որոնք ոնց որ ավելի profound level-ի autism ունեն եւ կարիք ունեն ոնց որ այդ ֆունկցիաների բարելավման։ Աուտիզմը մի ուրիշ աշխարհ է եւ հետաքրքիր վերլուծություններ կան, որ 4-ից 1-ը աուտիզմով երեխաների ունի perfect pitch։ Սա արդեն իսկ ոնց որ ցուցում է երաժշտաթերապիայի, իրենք շատ երաժշտական ուղեղ ունեն ու ինչպես ասացիք այդ structure-ն էլ որ ունի երաժշտությունը, իսկ իրենց ուղեղն էլ սիրում է շատ structure, դրա համար իրենք շատ inclined են to music։ Հիմնականում սկսում ենք աշխատել 3 տարեկանից, դա հիմնական պայմանավորված է, որ արդեն նկատում են խոսքի ուշացում կա, ֆունկցիաներ կան, որ պետք է բարելավեն, ոնց որ դիագնոզ են ստանում երեխաները, բայց շատ հաճախ լինում է, որ ծնողը ինքն է նկատում, որ ինչ որ հետընթաց կա, ամենևին պարտադիր չի դիագնոզ լինի, որ բերեն music therapy, հիմնականում 3-ից մինչև ես 37 տարեկան էլ պացիենտ ունեմ, որ դեռ աշխատում ենք այդ հիմնական սկիլերի վրա։ Տեսեք, հիմնականում աուտիզմում խնդիր է կոմունիկացիան, խոսքը, attention span-ը եւ ինչ որ վարքագծեր, որոնց հետ փորձում ենք երաժշտությամբ աշխատել, impulse control, տեսեք, օրինակով կուզեմ ասել, օրինակ ունեցել եմ երեխա, ով 5 տարեկան էր, բայց դեռ ոչ մի բառ չէր ասում եւ գիտենք, որ non-verbal է, բայց երգի միջոցով, ինչպես ասացի, քանի որ speech-ի կենտրոնը դեռ ոնց որ զարգացած չէ, բայց մենք փորձում ենք իրեն անընդհատ ստիմուլայ անել ուրիշ կենտրոններով, ռիթմով, տարբեր վարժություններով եւ ի վերջո մենք հասանք արդյունքի, որ ինքը առաջին անգամ մամա ասեց։ Եվ մայրիկը շատ շոկի մեջ էր, չէր հավատում նույնիսկ, այդպես այդ շատ մեծ reward է այս աշխատանքի մեջ, 5 տարեկան։ 5 տարեկան առաջին անգամ մամա ասեց ու շատ պարզ, շատ հստակ, ու երեխան էլ շատ ջանում էր, որ ասի բառեր, որտեղ իրենք շատ են ուզում կոմունիկացիա, իրենք շատ են ուզում հաղորդակցվեն։ Ունեմ cerebral palsy-ով պացիենտ, 14 տարեկան տղա, ով ձեռքերի աշխատանքի խնդիր ուներ եւ նաեւ մի մասնագետ ասել էր, որ անհնար է։ Ձեռքերը ոնց որ չեն կարողանա աշխատել, ֆունկցիոնալ չեն, բայց հիմա մենք տարբեր շեյքերներով, տարբեր սենսորի գործիքներով հասել ենք արդյունքի, որ ինքը կարողանում է տարբեր գործիքներ բարձրացնել, շեյք անել, ծանրություն պահել եւ մեր նպատակն է ոնց որ ինքը ինքնուրույն կարողանա սնվել։ Աշխատում ենք դրա վրա ու դա էլ իր մայրիկի համար ոնց որ մեծ ձեռքբերում էր, որ ինքը պիանոյի վրա ստեղներ է փորձում սեղմել եւ պլյուս դրան այդ ամեն ինչ արվում է շատ մեծ էնտուզիազմով, որտեղ երեխաները շատ սիրում են մյուզիկը։ Այստեղ ոնց որ գաղտնիքը ինչու՞մ է, որ իրենք չեն գալիս թերապիայի, որ հասկանալով որ բարելավեն ձեռքերի աշխատանքը, մանր մոտորիկան, իրենք գալիս են, որ ուրախանան, լսեն իրենց սիրելի երաժշտությունը, երգեն, հա, այսպես խաղի միջոցով, երաժշտության միջոցով մենք կարողանում ենք անուղղակիորեն ոնց որ օգնել այն խնդիրներում, որտեղ իրենց մոտ հետընթաց կա։ Փորձից կարող եմ ասել, որ նկատել եմ, որ փոքր երեխաները, այդ 3-ից 5 տարեկանը մենք մասնագետներս ասում ենք ոսկի ժամանակ։ Իրենք շատ բաց են եւ իրենք այդ տարիքում սովորում են խաղի ասոցիացիաների միջոցով, իրենց ուղեղը շատ այդ իրենց նեյրոպլաստիսիտին է շատ արագ է։ Իրենց մոտ նեյրոնները շատ ճկուն են, արագ են, ուղեղը ոնց որ պատրաստ է սովորելու, նոր սկիլեր վերցնելու եւ այդ ժամանակում ոնց որ արդյունքը ամբողջ կյանքի համար է։ Կարող եմ ասել, որ այդ տարիքից սկսելը շատ էֆեկտիվ է, եթե կան նման զարգացման խնդիրներ, խոսքի, վարքագծի, պատանիների մոտ, երբ որ սկսվում է այդ հասունացման շրջանը, մի քիչ արդեն իրենց self-esteem, confidence, դրա վրա են կարողանում աշխատել, ենթադրենք ինքը մի երգ է երգում, այդ իր performance-ից ինքը շատ է ոգևորվում եւ դա իրեն օգնում է, որ ոնց որ ջեներալիզացվում է այդ իր սկիլերը մյուս ոլորտներում, այսինքն ինքը արդեն շրջապատում է ավելի confident, կարողանում է ինքնաարտահայտվել, որտեղ սովորաբար այդ տարիքում չեն սիրում կիսվել, չէ, երեխաների հենց խնդիրներից կամ ասենք ընկերներով, բայց ոչ մեծահասակների հետ, իսկ թերապիստը ոնց որ կարողանում է երաժշտության միջոցով հասկանալ, անալիզ անել եւ փորձել
անուղակի ձևով օգնել իրենց։ Մեծերի դեպքում արդեն կախված խնդրից, հա, եթե նյարդաբանական խնդիրներ են կամ արդեն ունենք մի մեծ պոպուլյացիա palliative care, որտեղ որպես ամոքիչ բժշկություն է երաժշտությունը, որտեղ իրենք ունեն արդեն ոնց որ condition եւ ոնց որ ուղղակի պետքա իրենց իրավիճակը բարելավել, հա, այսինքն նույնիսկ որ պատրաստվում են դեպի մա, իրենց այդ spiritual մասով է օգնում երաժշտությունը, կախված է պոպուլյացիայից եւ խնդրից, բայց որ ասեմ ինչ որ մի պոպուլյացիայի համար ավելի էֆեկտիվ է կամ մյուսի համար ոչ, այդպես չեմ կարող ասել, շատ ինդիվիդուալ է, որտեվ կախված է հենց քո ոնց այցելուից եւ կախված է կարիքից։ Շատ լավ։ Գոհար ջան, իսկ կոնկրետ երեխաների համար ծնողները ինչպես դիմեն այս ծրագրին, արդյոք պետական ծրագիր է սա, մասնավոր ծրագիր է, ինչպես կարող ենք առաջնորդել ծնողներին, որպեսզի իրենք էլ օգտվեն։ Սովորաբար այն երեխաները, ովքեր ունենում են արդեն autism spectrum disorder խանգարում, իրենք ունեն ցուցում music therapy-ի։ Եվ նաև սովորաբար կլինիկաները, այդ թվում է կլինիկան առաջարկում է անվճար trial session-ներ։ Այսինքն կարող են գրանցվել, բերել, տեսնել երեխան արձագանքում է, թե սովորաբար մեծամասամբ երեխաները շատ լավ են արձագանքում երաշտաթերապիային։ Եվ երբ որ ոնց որ ունեն ցուցումը, դիմում են իրենց regional center-ներին եւ regional center-ները վճարում են music therapy-ի համար։ Այսինքն ինքը արդեն գտնվում է creative art therapy-ների umbrella-ի տակ եւ այո, funding կա երեխաների, ոչ միայն երեխաների, նաեւ special education plan ունեցող անձանց համար, այո, կա ֆինանսավորում։ Այո, funding-ը կա, իսկ մասնագետները կան, շատ մասնագետները բավարար քանակի, այսպես ասած, կան, որպեսզի ներկապահին, եթե նայենք waiting list-երը, speech therapist-ների մոտ, music therapist-ների մոտ, մեզ մոտ անձամբ 6 ամսից ավել waiting list կա։ Եվ մարդիկ պատրաստ են նույնիսկ խմբով սկսել միջև անհատականին ոնց որ տեղ բացվի։ Կարելի ասել, որ մասնագետները դեռ այնքան շատ չեն։ Եվ առասարակ եթե նայենք mental health crisis-ը ինչքան շատ է, կարծում եմ դեռ այդքան մասնագետներ չկան, որտեղ ինքը բավականին երկարել է տևում։ Դու անցնում ես ակադեմիական կրթություն, Միացյալ Նահանգներում նաև կա board certification, որ պետք է 1200 ժամ clinical internship անես, supervised, հետո նոր դու կարողանաս ոնց որ apply անես, որ դառնաս board certified, նոր կարողանաս դու ոնց որ մատուցել այդ ծառայությունները։ Այդ առումով այդ շուկան ոնց որ մասնագիտական շուկան այդպես հեշտ չի մտնելը։ Եվ մարդիկ ոնց որ իրենք են ընտրում, օրինակ ես սիրեցի այս population-ի հետ աշխատել, երեխաների հետ աշխատանքը շատ rewarding է, շատ դու sense արդյունքը տեսնում ես, դու հասկանում ես, որ իր կյանքի որակի վրա դու այս փոքր տարիքից ունես ազդեցություն։ Ես սիրեցի, մարդիկ կան, որ սիրում են, ասենք, addicted մարդկանց օգնել։ Պետք է ոնց որ քեզ է connect անի, էլի դու ինչ ես ընտրում այդ population-ի հետ աշխատելը։ Մարդիկ կան, որ իրենք ունեցել են ոնց որ addiction կամ mental health, իրենք լավ կոփ են արել, հիմա ոնց որ իրենք նախընտրում են այդ population-ի հետ աշխատել։ Դա էլ կապ ունի։ Այսինքն ճանապարհը հեշտ չի, բայց շատ rewarding է, ինչպես ասացիր։ Գոհար, իսկ ինչ համալսարաններ կամ հաստատություններ կան, որոնք տրամադրում են այդ դիպլոմը Միացյալ Նահանգներում, տեղյակ ես արդյոք ինչ համալսարանները բավականին շատ են եւ Միացյալ Նահանգներում կարելի ասել, այո, Կալիֆոռնիայում Նորթրիջի համալսարանը ունի, California University-ն ունի, Berkeley Music School ունի հենց music therapy, music wellness, այո, ծրագրերը շատ են եւ այստեղ նույնիսկ PhD, կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները եթե ամենա զարգացածն է եւ հենց ակունքների հիմքում է ընկած music therapy մասնագիտության եւ այո շատ կան ծրագրեր, internship ծրագրեր էլ թե հոսպիտալների հետ, թե private clinic-ների հետ եւ նաեւ կարող են, ասենք, եթե ունեն music education background կամ ինչ որ գործիքի major ունեն music-ի, իրենք կարող են այդ տարբերությունները հանձնել եւ ոնց որ վերցնել նաեւ music therapy-ի որակավորում։ Ինչ նախապայմաններ են անհրաժեշտ, որպեսզի մարդ կարողանա դիմել այդ մասնագիտության ուղղությամբ, այսինքն կան ինչ որ երաշտական գործիքի տիրապետելու նախապայման կամ
Կոնկրետ Միացյալ Նահանգներում դաշնամուրը եւ գիտարը պարտադիր են եւ ձայնը, այսինքն դու պետք է այդ երեք գործիքներով փայլուն տիրապետես կարողանաս աշխատել, բայց նաեւ եթե դու ունես ուղղակի music education-ի, ասենք, degree, դու կարող ես ոնց որ քո դիպլոմը ճանաչում են, տեսնում են դու տարբերությունները, ինչ, ասենք, այդ հոգեբանության կտորը, հա, կլինիկական ավելի ոնց որ հատվածը դու մի 2 տարում կարող ես վերջացնել եւ ունենալ հավասարազոր դիպլոմ։ Շատ բարի, շատ հետաքրքիր։ Ես գիտեմ, որ դու նաև աշխատել ես այլ խմբերի մարդկանց հետ music թերապիայով։ Եթե կարելի է մի փոքր պատմես մեզ քո մյուս փորձառությունների մասին։ Եթե չեմ սխալվում, Հայաստանում ես սկսել քո փորձառությունը որպես music therapist։ Մի քիչ այդ ժամանակաշրջանի մասին պատմի, եթե կարելի է։ Շատ լավ, երբ որ ես փորձում էի ընդունվել Գերմանիա, ես այդ ժամանակ արդեն իմ research project-ը ներկայացրել էի համալսարանի եւ այդտեղ այդպես է մագիստրատուրա քեզ ընտրում են, պրոֆեսորն է ընտրում քեզ վերցնել թե չէ։ Իմ project-ն էր, որ ես ավարտելուց հետո պետք է անպայման աշխատեմ զինվորների հետ։ Այսինքն իմ այդ էմոցիոնալ որոշումը նաև այդտեղից էր գալիս եւ երբ որ արդեն տարի ու կես սովորել էինք ու մասնագիտական պրակտիկայի ժամանակներ, ես ներկայացրի նաև իմ մագիստրոսական թեզի research-ը, որ պետք է գնամ Հայաստան եւ աշխատեմ զինվորների հետ։ Այնտեղ զինվորի տուն, Հերացի վրա զինվորի տուն կենտրոն կա, որտեղ թե traumatic brain injuries ունեցող զինվորներ են եւ PTSD, իրենց հետ ունեցել եմ individual session-ներ տարբեր խնդիրներով, օրինակ մի տղա ունեինք, ով այդ ռումբի պայթյունից ուղեղի մի մեծ հատվածը վնասվել էր, չկար, կարելի ասել, մետաղ էր դրված, շատ լուսավոր լավ տղա էր, անունը չեմ նշի, չնայած եթե ինքը համաձայնությունը տա, կփորձենք մի փոքր տեսանյութ դնել վիդեոյի վրա, եւ իր մոտ ոնց որ ձախ կողմը լրիվ թուլացել էր, որտեղ ուղեղի վնասվածք ուներ։ Երբ որ ինքը եկավ իրան հետաքրքրել էր, ո music therapist կա, գնամ տեսնեմ ինչ է, շատ պայծառ կյանքը սիրող տղա էր, 19 տարեկան, եւ ես ներկայացրի ինչ ես անում, ինչ չես անում, ինքը իր խնդրից պատմեց, թե ինչա կատարվել, ինքը անդադ վիրահատությունների միջով էր անցնում, շատ հոգեբանական նաեւ ծանր պերիոդ էր։ Ես իրան հրավիրեցի դաշնամուրի մոտ։ Ասի փորձի, ինչքան էս ձեռքով կարողանում ես, էս ձեռքով հետ ես նվագի, ու ես ոնց որ այդ երաշտական, ոնց որ ատմոսֆերան եմ ստեղծում, որ ինքը սկսի փորձել նվագել։ Հետո մենք սկսեցինք աստիճանաբար աշխատել նաեւ ձախ ձեռքի վրա։ Ինքը չէր կարողանում մատերը շարժել, ուղղակի սենց խփում էր դաշնամուրին։ Բայց այդ մոտիվացիան ու նաև այն աշխատանքը, որ ուղեղի հետ անում երաժշտությունը, աստիճանաբար ինքը սկսեց ոնց որ ավելի գալ, ասում էր կլինի 2 անգամ կամ շաբաթը, կլինի, եթե ավել ժամ ունեք, մի հատ էլ նայեք, մի հատ էլ նվագենք իրար հետ, շատ պատրաստական էր նաև ու իր համար էլ էր այդ բացահայտում, որ ես փաստորեն կարողում եմ իմ ձեռքը շարժել ու դեռ մի բան էլ երաժշտություն նվագել։ Հետո ես պրակտիկան վերջացնելուց հետո ունեի ընկեր, ով կամավորության սկզբունքով գնում էր դաշնամուր էր սովորացնում զինվորներին եւ ծանոթացրի իրենց, ոնց որ մեծ աշխատանքը Լիլիթն է արել, իրենք արդեն սկսեցին պիանո սովորել եւ հիմա ինքը գործեր է նվագում 2 ձեռքով, փայլուն ես խոստանում եմ, որ փոքր տեսանյութ կդնենք, որ պատկերացրեք ոնց այդ ֆունկցիան լավացավ իր մոտ ու նաև այդ treatment-ի ժամանակ այդ լավ տրամադրությունը, դոպամինի արտադրությունը, որ երաժշտության միջոցով ստացվում է, դա բերում է նաև ընդհանուր treatment-ի բարելավման։ Իսկ research-ս ես արեցի կենտրոն կա, որտեղ ոչ միայն ոնց որ զինվորներն են ստանում թերապիաներ, այլ մեր զոհված հերոսների մայրերը գալիս են ինչ-որ տարբեր թերապիաների կամ ուղղակի տենց հավաքույտների միասին ինչ-որ հաց են թխում, այսպես ոնց որ community therapy նման, եւ այնտեղ ես առաջարկեցի խմբային թերապիա այդ մեր հերոսների, մայրիկների համար, մեկ ամիս շատ ինտենսիվ ծրագիր էր ու սկիզբը շատ sense ես ինքս ինձ ոնց որ challenge արեցի էլի, որ ասում էի այդ մարդիկ սքի մեջ են, երգել, երաժշտություն, այդ շատ ռիսկային մի բան է, բայց նաև հավատալով իմ մասնագիտական այդ ոնց որ ինստինկտին, որ երաժշտությունը այո, աշխատելու է, օգնելու է,
եւ մենք ունեցանք շատ լավ արդյունք թերապիայի վերջում, որպես community singing էինք անում, այդպես շատ գործիքներ էլ չունենք տրամադրության տակ, հիմնականում երաժշտություն կամ երաժշտության տակ շարժվելով, տարբեր տեխնիկաներով աշխատում էինք եւ նաեւ անում էինք verbal discussion-ներ ամեն session-ի վերջում, որ ոնց որ իրենք կարողանում էին արտահայտվել իրենց կարծիքը, իրենց ուզող հարցերը, այդպես շատ հետաքրքիր միջավայր էր ստեղծվել կանանց համար ու իրենք ոնց որ կիսվեցին, որ պատերազմից հետո շատ երկար ժամանակ նույնիսկ չէին կարողացել կողքի սենյակում հանդուրժել երաժշտության ձայնը, բայց ռեսերչի արդյունքներից մեկը եղավ, որ փոխվել էր իրենց վերաբերմունքը երաժշտությանը, ոնց որ երաժշտությունը վերադարձավ նորից իրենց կյանք։ Մի քանի մասնակից նշել էին, որ ունեցան քնի բարելավում, որը նույնիսկ դեղամիջոցներով չէին կարողանում այդ քնի որակը լավացնել, բայց նկատել էին, որ ինչ սկսել են գալ երաշտաթերապիայի սկսել են ավելի լավ քնել եւ այսպեսի շատ իմ համար էլ անսպասելի ոնց որ լավ արդյունք ստացվեց ու ինչ որ հարցեր որ լինում էր որ ասում էի ու այս սիտուացիայում ինչ պետք է անել ես ավելի վստահում եի երաշտությանը ու process-ին ու հասկանում եի որ իսկապես թերապիան հենց երաշտությունն է անում իսկ ես ընդհանրապես միջոց եմ ու միջավայր եմ ստեղծում Գոհարժան, ինչպես է առհասարակ կատարում այդ ընտրությունը երաժշտական ժանրի եւ երգերի ինչպես է կայանում այդ ընտրության պահը կոնկրետ հենց զինվորների մայրերի համար այդ ամենաբարձն էր երևի թե այդ գործի մեջ սկզբի մի քանի սեշնները մենք ուղղակի ունեցել ենք առանց խոսքերի ավելի sense ոնց որ ստաբիլ ռիթմով ավելի էմոցիոնալ ինչ որ գեղեցիկ որ նաև trigger չանի որտեվ trauma ունեցող population-ի հետ դու պետքա շատ ուշադիր լինես խոսքերին հետո երբ որ արդեն կար trust-ը երբ որ արդեն ոնց որ խմբի դինամիկան թույլ էր տալիս, ես սկսեցի ընտրել թեմատիկ երգել, որը կարողանանք նաև անել անալիզ, այսինքն ինքնարեֆլեկցիա, որ երգի մեջ։ Օրինակ երգել են Կոմիտաս քելե վիրավոր լորիկ, ոնց որ այդ բառերի մեջ ինչ որ մի ձև անուղակի կերպով իրենք տեսնում էին իրենց եւ թե ինչքան ուժեղ է այդ փոքրիկ լորիկը, որ չնայած վիրավոր է, չնայած ոնց որ իր սրտում ունի իր սերը, բայց շարունակում է շարժվել առաջ, շարունակում է սիրել կյանքը եւ իմ մի մեսիջն էլ հենց դա էր, որ պետք է սիրեն իրենց, պետք է սիրեն կյանքը եւ պետք է փորձեն ապրել այդ հոգեվիճակի հետ, այդպես ասած այո, ընտրում էինք ոնց որ երգը, հետո անում էինք խոսքերի անալիզ եւ ամեն մեկը յուրովի էր տեսնում ինքն իրեն այդ երգի մեջ, հա, ոնց որ անուղակի կերպով իրենք փորձում էին ինքնաարտահայտել իրենք ոնց են տեսնում իրենց այդ իրավիճակում։ Անդրադառնանք նորից զինվորի մայրերի հետ կապված, նշեցիր, որ անալիզ էի կանում երգերի song analysis, հա, երևի այդպես lyric analysis, հա, եւ նաեւ խոսքերը, այո, եւ նաեւ խոսքերը։ Գոհար, երբ սկզբից սկսեցիր աշխատել ծնողների հետ, ինչ տրամադրվածություն, ոչ թե տրամադրություն, այլ տրամադրվածություններ զգում նրանց կողմից, արդյոք նրանք հավատում էին երաժշտության զորության, այսպես ասած, ուժին հավատքով էին եկել այդ թերապիաներին, թե պարզապես եկել էին փորձելու հետո տեսան եւ հասկացան ինչ ուժ ունի այն իրենց կյանքում ուզում եմ հասկանալ մարդը պետք է գա արդեն հավատալով որ երաժշտությունը իր կյանքում ինչ որ բան կանի թե կարող է ուղղակի տրվել ընթացքին եւ տեսնել ինչպես դա կազդի իրեն իր վրա կարող եմ ասել, որ կիսվել են ծնողներ, որոնք եկել են հետաքրքրությունից դրծված, որ լավ, օքեյ, եւս մի թերապիա գնանք փորձենք, տեսնենք ինչ պետք է լինի, կամ որ ոնց որ ուզեցել են այդ challenge-ը հաղթահարել, որ ունեն այդ խնդիրը, որ միշտ ամբողջ կյանքում սիրել են երաժշտություն, գնացել են, հա, միջոցառումների, որտեղ կա բարձր երաժշտություն եւ իրենց լավ են զգացել եւ հիմա խնդիր ունեն, չեն կարողանում հարսանիք գնալ, չեն կարողանում խնջույքների գնալ, չնայած որ ստիպված են գնալ, որտեղ հասկանում եք հարաբերություններ են եւ այլն, այսինքն նաեւ մարդիկ կային, որ իրենց challenge էին արել, որ գնամ ու միգուցե սա ինձ կօգնի։ Եվ կան նաև շատ խորագետ մասնակիցներ, ովքեր իրենք իրենց փորձում էին օգնել։ Եվ դա ոնց որ եւս մի առիթ էր, որ ինքնաճանաչման, հա, ինչ որ այդ առօրյայից մի ձև կտրվելու տարբեր էին, հա, մոտեցումները, բայց այդ հարցական նշանները ես տեսնում եի, որ
լավ ինչ պետք է անի այս աղջիկը էլի որ մենք պետք է երգենք եւ սկզբում ես նշում էի որ ամենևին դուք ստիպված չեք երգել եւ մասնակցեք այնքանով ինչքանով որ ձեզ այդ պահին կոմֆորտ կզգա կամ եթե հանկարծ շատ էմոցիոնալ կլինեք կարող եք դուրս գալ երբեք չի եղել որ ունենաք մասնակից որ չմնա միջև վերջ կամ ներգրաված չլինի կամ վերջում sense թեթևացած երբեմն լացած երբեմն ուրախ չգնան բայց այդ էր կարևոր որ այդ էմոցիան ապրվեր արտահայտվեր ու դուրս գար շատ ժամանակ դրա մասին չխոսելով դրան բառեր ու ինչ որ ձևակերպումներ չտալով բայց շատ մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում որ մտածես ինչ երկ ընտրես որ ավելի չազդես նեգատիվ ձևով իրենց հուզական դաշտին որ կարողանաս դուրս բերես նրանց այդ հոգեվիճակից իսկապես ինքը երաժշտությունը այնպեսի մի բան է որ նույնիսկ կարող է քեզ ավելի վատ վիճակի մեջ տեղափոխել ինքը երկսայր սույր է կարելի ասել այո ես գիտես հիշում եմ իմ քույրս որ նոր ծնվել էր մի քանի ամսական էր փոքր քույրս որ երբ որ ես իր համար օրորոցային էի երգում այդ մինորային երգերի տակ ինքը սկսում էր արտասվել միջև ահագին մեծ տարիք հասկանում էր որ այդպես էր արձագանքում մինորային երգերի տակ ինքը արտասվում էր ես պիտի փոխեի երգը ավելի մաժորային ինչ որ բան ընտրեի որ ինքը մի քանի ամսական երեխա լաց չլիներ շատ հետաքրքիր բան եք ասում այո այսինքն այդ տարիքում նույնիսկ երաժշտությունը կպնում է մարդու հույզերին, մարդու նյարդերին եւ այո հոգուն դրա համար դա հենց ինքը ապացույց է որ մարդը երաժշտությամբ ծնվում է որովհետեւ այդ արձագանքը որ ինքը տալիս է երաժշտությանը այդ արդեն ապացույց է որ մարդ ծնվում է երաժշտությունը իր մեջ արդեն կառուցված ինչ որտեղ հետաքրքիր երևույթ է այո եւ Գոհար ջան հենց խոսեցին Կոմիտասի մասին ես կխնդրեի եթե դեմ չես հենց Կոմիտասով էլ եզրափակենք մեր այսօրվա գեղեցիկ զրույցը ես հուսով եմ որ մեր դիտորդները այնքան հաճույք ստացան ինչքան որ ես այս զրույցից որովհետեւ իսկապես շատ հետաքրքիր թեմա է, շատ հետաքրքիր հյուր էր, շնորհակալություն, որ ընդունեցիր հրավերս, եկար եւ քո ժամանակը ներդրեցիր այս հաղորդման համար։ Եթե կարելի է հենց լորիկով էլ վերջացնենք մեր podcast-ի զրույցը։ Սիրով, նախ շնորհակալ եմ նորից եւ չզգացի ժամանակը ոնց անցա, որտեղ երբ որ խոսում ես քո սիրելի թեմայից ու նաեւ երաժշտությունը սիրող, ապրող, գնահատող մարդու հետ, այդ մի ուրիշ հաճույք էր, ինձ էլ շատ հաճելի էր։ Եվ այո, կասեմ, որ մարդիկ շատ զբաղվեն երաժշտությամբ, սիրեն, երգեն, իդեպ դա էլի փորձված եւ ապացուցված է, որ միասին երգելուց օրինակ երգչախումբ, երբ որ այցելեք ու երգեք, մարդու ուղեղում արտադրվում է օքսիտոցին հորմոն։ Իսկ օքսիտոցինը մենք բառացիորեն ասում ենք փաթաթվելու հորմոն, այդ ջերմության, բանդինգի եւ օրինակ երբ որ մայրը երեխային կերակրում է կրծքով, այդ ժամանակ էլ է արտադրվում օքսիտոցին։ Այսինքն երաժշտությունը կարողանում է փոխարինել մի հետաքրքիր process-ի։ Հիմա ես սիրով կուզեմ մենք երգենք, մեր օքսիտոցինի բաժինը ստանանք։ Այո, դրա համար գնացեք երգչախմբեր, երգեք անպայման ու միասին երգեք։ Փաթաթվելու հորմոնը ստացեք ձեր եւ ջերմացեք եւ սիրով կերգենք միասին։ Կոմիտաս Քելե այո Քելե քերքիդ մեռնե Կոգովական խելքիդ մեռնե Վիրավոր լորիկ, սիրավոր լորիկ, սևավոր լորիկ ջան Վիրավոր լորիկ, սիրավոր լորիկ, սևավոր լորիկ ջան Շատ սիրուն էր, շնորհակալ եմ շատ Գոհար ջան, շատ շնորհակալ եմ
Իսկ դուք սիրելի դիտորդներ, չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, սեղմել like եւ subscribe կոճակները, որպեսզի բաց չթողնեք մեր կայանալիք շատ հետաքրքիր զրույցները։